Էլի ինչքան գիտեմ, այդ շեբինի գործն է, որով փորձելու են ձերբակալել։ Հիմա տեսնենք, արդեն փաստաբանը այստեղ է։ Ասացիներ հայրիկն էլ այլ վայրում է գնում, հիմա գալիս է ճանապարհ։ Այո, զանգել եմ, այսպես գալիս է հայրս, այնպես որ խնդիր չունենք, մենք կաշկանդված չենք, բացարձակապես ոչ մի խնդիր չունեմ։ Թող գնան, տեսնենք ինչ են ասել։ Ձեզ ինչ են ասել, պարոն Գրիգորյան, որ եկել ինչ են ասել։ Դե տղայիս են ուզել, որս են ուզել, տղաս էստեղ է սպային կանգնած է, ուղղակի սպասեցինք մինչև փաստաբանը կա, տեսնենք ինչ է ասում փաստաբանը, խնդիր չունենք, ուղղակի այնքան որ սպասեցինք փաստաբանին, որովհետեւ ինչ որ արվում է, փաստաբանը ներկայացան կարող է, չէ՞։ Դերքուր չեն ներխուժել, չեն ուզակցություն չեն արել, ձեր բնակարանը։ Ոչ, նորմալ բավասկ է, ասել որ է ոստիկանությունը, այդ մասը խնդիր չկա։ Հրասենյակում ինչ են։ Ճիշտ ասած գրասենյակից տեղյակ չեմ, զանգեցին ասեցին, որ մի գրասենյակում մտել են, չգիտեմ ինչ գործողություններ են արել այնտեղ, մյուս գրասենյակում այս պայթելությամբ ասեցին, որ ինչ-որ մարտաշատ են, այնտեղ կանգնած են, այս գրասենյակը այս պայն փակ է, քանի որ հիմա հասկանանք տղայիս եւ հորս ձերբակալ են տանեն, Երևան են տանելու հետո նոր արդեն կնանք գրասենյակ, բայց արդեն նաև ինֆորմացիա ունեն, որ բավականու անդամության թեկնածուների տներն են գնացել, աջակիցների։ Այո, մի խոսքով ամբողջ թիմի նկատմամբ վերջվել են գործի, էլի, այսպես ասել։ Վերջում մենակ դուք մնակացություն։ Ես հաստատ մենակ չեմ մնալու, տղաները բոլոր ամեն մեկը իրենց աշխատանքները կատարել են, այդ մասով խնդիր չկա, երեկ ունեմ ես արդեն իրենց այդ խոշոր հանդիպումից հետո զգուշացրել եմ, որ արդեն բոլորը պատրաստ եղեք, սկսվելու է, այդ մենք մեր առաջի անգամը չէ, մենք գիտենք եւ որ դոզայի տակ մեր տված որ ճնշման տակ ինչ կարող է լինել։ Այս համար սա նորմալ է, ուղղակի այսօր էլի մի հատ հզոր խոշոր հանդիպում ունեի, որ քարոզարշավի շրջանակներում, այսպես խանգարեցին, հիմա չգիտեմ որ մեկը անեմ էլի, ես իմ հարազատների նայեմ, թե ինչ, բայց այնուամենայնիվ Երևան խոսել եմ տղեկի հետ, մեր գործընկերների, պատգամավորների հետ, ես չեմ կարողանալու գնալ Երևան, քանի որ Գյումրիում տեսնում եք բոլոր թիմակիցներից նկատմամբ լուրջ ճնշումներ է կնում, մարդկանց ահաբեկում եմ, վախեցնում եմ, Երևանում մեր պատգամավորները այնտեղ կլինեն, տեղում կհասկանան ինչ է կատարվում, այդ մասով խնդիր չունեմ, հավաքներս այսօրվա այդ խոշոր հավաքը ոնց որ թե փչացրեցին ամեն դեպքում, բայց ոչինչ, առիթը կունենամ դրա տեղը հանելու, այնպես որ խնդիր չկա, բայց արձանագրենք, որ քարոզարշավի շրջանակներում ոչնչացին, չկարողացա իմ քարոզարշավը մինչև վերջ նորմալ կազմակերպել, իսկ թե դա ինչի հետևանք է, եւ ես եւ արդեն գյումրեցիները պիտի պատկերացնեն եւ հասկանան, որ հաղթող տեխնազուի դեմ բարձր որ այս ամեն ինչը պիտի արվեր։ Երեք ես որոշակի իշխանական սխեմա եմ բացահայտել, արտահայտվել եմ այդ մասին, թե ինչի էր միտված այդ վիդեոռոլիկները, մյուսը եւ իշխանությունը ոնց էր ուզում ընդդիմությանը իր, այսպես ասեմ, իր զենքով խփել, այսպես ասեմ, ընդդիմությանը ոնց պիտի վնասեին։ Ես այդ եմ բարձրաձայնե ու ոնց որ թե իշխանության ծրագրերը խառնել եմ։ Բայց ես հասկանում եմ, ես գիտակցում եմ, ես այս process-ների մեջ մտնելով էլ գիտակցել եմ, երեք էլ ես ասել եմ, ուղղակի հետաքրքիր է այն է, որ այս մի քաղաքի ընտրությունների համար այսօր ամբողջ երկիրը խառնել իրար ու ընդդիմադիր տեխնազուի նկատմամբ այս կարգի ճնշումներ փորձել անել, ես ասեմ, որ դա իրանց համար լավ բանի չի տանել։ Գյումրեցիները այս ամեն ինչը տեսնելու են, գյումրեցիները զգալու են, հասկանալու են, որ եւս մեկ ընտրություն, եւս մեկ անգամ իշխանական հարձակում Մարդուն Գրիգորյանի վրա։ Իսկ այդ հարձակումը հասկանալի է, պատահական չէ։ Հաղթող տեխնազուին ճնշելու են, փորձելու են ճնշեն, բայց ես հեշտ ճնշվողների չեմ,
ամեն ինչ նորմալ է, ավելի լավ, թող տանեն, տղայիս էլ, հորս էլ, թող տանեն, ձերբակալեն, իրանք ընդեղ ապահով լինեն, որովհետև ընտրությունների օրը ես ավելի վատ բաների եմ սպասում, նորմալ է, թող իրենք ամենակարևորը ապահով լինեն այնտեղ, որ ընտանիքիս անդամների հետ կապված խնդիր չլինի, ես այստեղ գյումրեցիների հետ կրելու եմ։ Հակալանք ես։ Շատ որ չեմ է ավտո, նստեք քշեք Երևան այդ ավտոյի վերել։ Չէ,